Ողջույն բոլորին, այսօր հոկտեմբերի 11-ն է, ցանկանում եմ նկարել վիդեո և ցույց տալ ձեզ ինչ է կատարվում շուկայում և ինչ կարելի է սպասել այս շուկայից։ Երեկ երեկոյան ժամը 1-ի մոտակայքում տեղի ունեցավ շատ կտրուկ անկում ամբողջ կրիպտոարժույթի շուկայում, որոշակի քոիններ 70, 80, 90% անկում գրանցեցին, Atom քոինը, altcoin-ը գրանցեց 100% անկում, $3 իջավ մինչև 0.001 դոլար, դա տեղի ունեցել Binance բիրժայում, տարբեր բիրժաներում տարբեր ցուցանիշներ են եղել, մի փոքր տարբերություններով, սակայն հիմնականում բոլոր բորսաներում անկումը եղել է 50 և ավել տոկոս բոլոր altcoin-ների համար։ Երեկ շատ ցավոտ օր էր ամբողջ կրիպտո շուկայի համար և գրանցվեց ընդհանուր առմամբ բաց տվյալներով $20 միլիարդ լիկվիդացիա, սակայն հիշելով նախորդ դեպքը, երբ Bybit-ի տնօրենը հայտարարեց, որ այն ժամանակ հայտարարել էին, որ փետրվարի 3-ին ընդամենը $2 միլիարդ լիկվիդացիա է եղել, երբ Bybit-ի տնօրենը հայտարարեց, որ 2 միլիարդ միայն իրենց բիրժայում է լիկվիդացիա եղել, հետևաբար կարելի է այդ թիվը բազմապատկել ամենաքիչը 5 անգամ, ինչը կնշանակի, որ ընդհանուր 100 միլիարդ դոլարի լիկվիդացիա է տեղի ունեցել, $100 միլիարդ այս շուկայից մաքրվեց, $100 միլիարդի մարդիկ աղքատացան և հարստացավ այդքան գումարի market maker-ը։ Ինչ եմ ես ուզում այսօր ձեզ ցույց տալ այս վիդեոյում, ըստ պաշտոնական վարկածի, անկումը տեղի ունեցավ այն բանի պատճառով, որ Ամերիկայի նախագահը սահմանեց 100%-անոց մաքսատուրք Չինաստանի վրա, որը կգործի նոյեմբերի 1-ից և ըստ պաշտոնական վարկածի շուկան այդ նորությունը ընդունեց բացասական և շատ կտրուկ անկում գրանցեց, սակայն իրական պատճառը դա չէ և հիմա մենք կանդրադառնանք, թե որն է իրական պատճառը։ Մենք հիմա տեսնում ենք մեր էկրաններին մեր հիմնական ինդիկատորներից մեկը AVG ինդիկատորը, որը ցույց է տալիս երկարաժամկետ անալիզ, որն է նրա իմաստը, նա չափում է 60% խորությամբ գնման և վաճառքի լիմիտային օրդերները և մենք տեսնում ենք, թե market maker-ը ավելի շատ դեպի որ կողմ է ցանկանում շարժել ընդհանուր շուկան, long թե short, ցանկանում է բարձրացնել շուկայի գները, թե իջեցնել։ Մենք ունենք երկու մակարդակ, առաջին մակարդակը 0.5-ն է, երկրորդ մակարդակը 1-ը։ Մեկ մակարդակին հասնելու ժամանակ, երբ AVG ինդիկատորը ցույց է տալիս մեկ ցուցանիշ, դա այն հատվածն է, որտեղ հարկավոր է բացել long գործարք։ Վերջին անգամ մենք տեսնում ենք, որ նման բան տեղի է ունեցել հունիսի 22-ին երեկոյան ժամը 11-ին։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ Ամերիկան հարձակում գործեց Իրանի վրա։ Այդ ժամանակ ընդհանուր բոլոր շուկաները խուճապի մեջ էին և գրանցում էին անկում, որից հետո մենք տեսնում ենք, որ շուկան շատ կտրուկ աճեց։ Այստեղ էֆիրիումը արժեցել է $2111, այս դեպքից հետո էֆիրիումը գրանցեց նոր մաքսիմալ գին, պատմական մաքսիմալ գին 4900-ից ավել։ Մենք տեսնում ենք, որ AVG ինդիկատորը հենց այդ պահին ցույց է տվել մաքսիմալ մոտեցնեմ, որպեսզի տեսնեք, ցույց է տվել մեկ ցուցանիշ, որից հետո գները սկսել են աճել։
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե AVG ինդիկատորը երբ է ցույց տվել 0.5 ցուցանիշ, ինչը ազդարարում է այն մասին, որ արդեն ժամանակն է բացել շորտ գործարքներ։ Նշեմ, որ 0.6 մակարդակից ներքև դա արդեն նշանակում է, որ market maker-ը վաճառում է թանկ գներով բոլոր կրիպտոարժույթները, բոլոր coin-ները մեր նման սովորական մարդկանց վրա, այդ թվում այդ վաճառքները տեղի են ունենում հիմա նաև ամերիկյան ETF-ների միջոցով։ Տեսնում ենք, որ արդեն հուլիսի 18-ից սկսած սկսվել է market maker-ի վաճառքները սովորական մարդկանց վրա և այդ վաճառքները շարունակվել է մինչ օրս և մինչև հիմա էլ շարունակվում է, քանի որ AVG ինդիկատորը չի հասել 1 ցուցանիշին, ինչը նշանակում է, որ դեռևս պետք չէ շտապել և հնարավոր է, որպեսզի շուկան ցույց տա ևս մեկ ուժեղ անկում։ Մենք տեսնում ենք, որ շատ երկար ժամանակ 3 ամսից ավելի քան 3 ամիս բոլոր կրիպտոարժույթները ամբողջ շուկան գտնվել է շատ բարձր գնային զոնայում և այս ամբողջ հատվածում market maker-ը վաճառել է բոլոր coin-ները սովորական մարդկանց վրա։ Արդյունքը այն է, որ պետք է գինը իջեցնի, որպեսզի մարդիկ վախի ազդեցության ներքո սկսեն վաճառել իրենց թանկ գնված coin-ները։ Այստեղ միջին գին կարելի է հաշվել 4500-4200 Էթերիումի դեպքում։ Այս պահի դրությամբ միջին գնից անկումը 4400 եկեք ընտրենք, միջին գնից անկումը կազմում է ընդամենը 13%, և իրականում սա այդքան էլ բավարար չէ։ Այս պահից սկսած միգուցե շուկան ցույց տա որոշակի աճ, սակայն պետք է հաշվի առնել հետագայում, որ շուկան կարող է նորից նման կերպ շատ ուժեղ անկում գրանցել։ Շատ հավանական է, որ մենք տեսնենք 3000-ից մի փոքր ցածր գի, որը արդեն շատ լավ գնային մակարդակ կլինի այն բանի համար, որպեսզի market maker-ը նորից ետ գնի այն ամբողջ ծավալը, որը որ վաճառել էր այս 3 ամսվա ընթացքում։ Դա վերաբերում է թե Էթերիումին, թե մնացած բոլոր altcoin-ներին։ Այնպես որ եղեք զգույշ, AVG ցուցանիշը դեռ չի հասել 1 մակարդակին, հետևաբար մենք ունենք դեռևս հնարավորություն շատ կտրուկ անկում տեսնելու։ Եկեք տեղափոխվենք մեր նոր տվյալների աղբյուրը։ Մենք ունենք 2 տվյալների աղբյուր, հիմնականը և այն, որը որ ես հենց նոր բացեցի և ցույց եմ տալիս ձեզ նոր տվյալների աղբյուրը։ Ինչ ենք մենք այստեղ տեսնում։ Այստեղ արդեն միացված է մեր սեթափներից մեկը, սեթափը կոչվում է div, որն է նրա իմաստը։ Այստեղ տեսնում եք ձեզ համար անհասկանալի գրված ինդիկատոր, այստեղ գրված է div 3b8a, սա նշանակում է, որ 3%-անոց այս ինդիկատորը ընդհանուր տոտալ ինդիկատոր է և չափում է ամբողջ կրիպտո շուկայի գնման և վաճառքի լիմիտային օրդերները,
div 3b8-ան նշանակում է հետևյալը, որ 3% խորությամբ գնման լիմիտային օրդերներից հանված է 8% խորությամբ վաճառքի լիմիտային օրդերները։ Div-ը դա երկու լիմիտային օրդերների տարբերությունն է։ Մենք տեսնում ենք, որ 3 երեկոյան, երբ տեղի ունեցավ ամենաուժեղ անկումը, ամենացածր կետերի ժամանակ, բոլոր 4 div ինդիկատորները ազդարարել են այն մասին, որ ժամանակն է գնելու կամ long գործարք բացելու։ Սա long հատվածն է։ Բոլոր 4 ինդիկատորներում մենք տեսնում ենք, որ ինդիկատորը հասել է long մակարդակին։ Այս 3 դեպքերում անցել է նաև long մակարդակը։ Սա ներքևինը 15% խորությամբ գնման լիմիտային օրդերներ եւ 30% խորությամբ վաճառքի լիմիտային օրդերներ։ Այս մյուսը 8% խորությամբ գնման լիմիտային օրդերները եւ 15% խորությամբ վաճառքի լիմիտային օրդերները, իսկ սա 5% խորությամբ գնման լիմիտային օրդերներ եւ 15% խորությամբ վաճառքի լիմիտային օրդերներ։ Մենք տեսնում ենք, որ բոլոր 4 ինդիկատորները 3 երեկոյան ամենացածր մինիմալ գների ժամանակ ցույց են տվել long ազդանշան։ Տարբերությունները եղել են շատ մեծ գնման եւ վաճառքի լիմիտային օրդերների միջեւ, որի արդյունքում էլ շուկան 3 ցույց տվեց այդ կտրուկ անկումից հետո շատ կտրուկ աճ։ Այնպես որ եղեք զգույշ, շատ հավանական է, որ մենք ունենանք եւս մեկ անկում։ Եկեք նորից ձեզ ցույց տամ AVG ինդիկատորը։ Հիշեցնեմ, որ long մակարդակը դա մեկ ցուցանիշն է, այս պահին ցուցանիշը 0.73 է եւ մենք ունենք շատ մեծ անկման հնարավորություն։ Ես մտածում եմ, որ Ethereum-ը կիջնի մինչև $3000, այսինքն 20% անկում։ Եվ այդ ժամանակ միգուցե արդեն AVG ինդիկատորը ցույց տա մեկ ցուցանիշ, որի ժամանակ մենք կկարողանանք բացել long գործարքներ։ Նաև ձեզ ցույց տամ մեր մյուս ինդիկատորը, մեր մյուս setup-ը։ Կարելի ասել այս բոլոր ինդիկատորները ստեղծված են մեկ բանի հիմքով, լիմիտային գնման եւ վաճառքի օրդերների հիմքով։ Մենք նախորոք ենք տեսնում, թե ինչ է նախապատրաստում market maker-ը եւ կարողանում ենք նախորոք արձագանքել։ Futures-ային շուկայում արդեն երկար ժամանակ մենք տեսնում ենք, որ արդեն երկար ժամանակ 8%-անոց գնման օրդերները գերազանցել են 30%-անոց վաճառքի օրդերներին, սակայն պարտադիր է, որպեսզի սպոտային շուկայում եւս լինի նմանատիպ իրավիճակ, եւ մենք տեսնում ենք, որ ավելի մոտիկից ձեզ ցույց տամ, ամենամինիմալ գների ընթացքում այս հատվածում ինդիկատորը արդեն սկսել է ցույց տալ long ազդանշան։ Ահա այս հատվածում մենք արդեն տեսել ենք, որ սպոտային 8%-անոց
գնման լիմիտային օրդերները գերազանցում են իրենց գումարային ծավալով 30%-անոց սպոտային լիմիտային վաճառքների վրա, ինչի արդյունքում տեղի ունեցել շատ կտրուկ արագ աճ։ Այս պահին շուկա մուտք գործելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի 8%-անոց լիմիտային օրդերները ևս մեկ անգամ գերազանցեն 30%-անոց վաճառքի լիմիտային օրդերների կամ գոնե հավասարվեն միմյանց։ Ես տեսնում եմ այդ իրավիճակը այսպես. անկում որի ընթացքում այս երկու ինդիկատորները կհատվեն։ Հատման կետում դուք կարող եք բացել long գործարքներ։ Փորձեմ ճիշտ ժամանակին բոլորի տեղյակ պահել, երբ տեղի ունենա այս հատումը, հետևեք մեր տելեգրամյան ալիքին, որի հղումը ես կթողնեմ մեկնաբանություններում։ Այսօրվա համար այսքանը, բոլորիդ մաղթում եմ եկամտաբեր շաբաթ, ինչպես նաև եկամտաբեր տարի, եթե կարողանաք ճիշտ օգտվել շուկայի ընձեռնված հնարավորություններից։